Տերը օրհնի։ Ասում է երեխաների լեզվով։ Հրաշալի է, որ մենք ունենք իրանց հետ ծառայելու, ակտիվանալու, փառաբանելու։ Հիմա մեծերին հարց տամ։ Ո՞վ է ձեզանց ամենաշատը սիրում Հիսուսի։ Ահա, շատ լավ։ Դուք պետք է այն որ գիտեք երեխեք ոնց են, իրանք ինքան ոգևորում են, չէ՞, որ հարցը տալիս եմ եկել եմ, yes, իրանք ու մի անգամ գնաց մրցակցությունը, yes։ Ահա։ Հիմա նորից եմ ուզում հարց տամ։ Ո՞վ ամենաշատը սիրում Հիսուսի։ Այո, այդտենց։ Երեխեքին բնորոշ ձևով։ Մենք պետք է իմանանք, որ մենք Աստծո որդիներ ենք, մենք չենք հագնում էլի լրջություն ու նստում ենք Աստծո տան մեջ։ Մենք ուրախություն պետք է հագնենք ու Աստծո ուրախությամբ պատվենք Տիրոջ, ամեն։ Թեքվի քո կողքին գերոջի մի քաղցր ժպիտ նվիրի, ժպիտը փողով չի, ժպիտը գոնե նվիրեք։ Կարող է շատ բան չունենաս տալու, բայց գոնե ժպիտ ունես տալու։ Այդ ժպիտը փոխանցեք, էլի, եթե այնքան վարակիչ է, մի անգամ բոլորը բորբոքվում են կամ բռնկվում են այդ ժպիտով, ճիշտ է։ Ես հիշում եմ մեկ անգամ, որ մենք տղես շատ փոքր էր այդ ժամանակ, երևի 4 տարեկան էր, թե 5 տարեկան էր, երևի 4 տարեկան էր։ Իրար հետ մարշրուտկեն նստած գնում էինք Երևանյան փողոց, ուրեմն մեր մոտից նստել ենք ու ճանապարհին պատկերացեք հանկարծ աչքս ընկավ, որ բոլորը գիտեք, չէ, այդ տրանսպորտի մեջ ոնց են ձեռքերը սաղ բռնած, սաղ մռայլ դեմքով ու բոլորը այդ վիճակում են, թե քնից լավ չեն արթնացել, թե ինչ ա եղել, բոլորը այդ վիճակում, հիմա ես նստել եմ, այդ աչքս որ կերավ, եկա սիրուն, նստավ, մեկ էլ աչքս ընկավ, տեսեմ այս տղես, նայում ես մեկին ուշադրություն ես գրավում է ժպիտա ցույց տալի, դի տեսնել էր պետք, նայում են մեկին, մեկ էլ ժպիտա ցույց տալիս, նայում են մեկին ժպիտա, ուրեմն մինչև մենք տեղ ենք հասել, տեսեք, ինքը այդ ամեն ինչի մեջ կոմպլեքս չուներ, բայց ես արդեն ոնց որ ամաչում եմ, որտեղ սա ուշադրություն գրավել է այդ տեղը, ու գիտեք ինչներ է դակչիր, մեկ էլ ասի ես ինչ եմ ամաչում, դու լավ էլ անում է, կան ես էլ եմ միանում իմ տղուն, ու այնքան հետաքրքիր մենք մինչև տեղ հասանք, բոլորը ժպիտով էին, այնքան հետաքրքիր տեսարան էր, ասում ամեն ինչը սկսում է մռայլ դեմքերից, ամեն վատ բանը, ամեն սխալ բաները խոժոր դեմքերից են սկսում, սիրելիս եկեք իրականում մեր ներսի ուրախությունը արձակենք, ախար մեր մեջ ապրողը ավելի մեծ է, քան թե բոլոր իրավիճակները, ամեն, եկեք ուրախ լինենք, հալելույա, Տերը օրհնի, ուզում եմ այսօրվա առիթը օգտագործեմ, նաև շնորհավորեմ բոլոր այն մարդկանց, ովքեր ուսուցիչ են, խնդրում եմ, ովքեր կան ստեղ ուսուցիչներ, թող մի պահ կանգնեն կամ ձեռքները բարձրացնեն, ասում են այսօր ձեր տոնն է, չէ։ Շնորհավորում ենք ձեզ, ձեր տոնի կապակցությամբ, փառք ասում, որ այսօր ուսուցիչների օրն է, ասեմ ձեզ, մեր տիրոջն ենք շնորհավորում, որովհետև ինքն էլ ամենամեծ ուսուցիչն է, ճիշտ է։ Այնպես որ իր դեմքում նաև ձեզ ենք շնորհավորում, որ դուք ձեր ուսուցչական կոչման մեջ շարունակեք զարգանալ, խրատել, սովորացնել, օգնել, որտեղ այս հասարակությունը իրականում կարիք ունի։ Իսկ ստեղ ովքեր կան, որ Աստծո խոսքի ուսուցիչներ են։ Ահա, բոլորը թող ձեր բարձրացնեն։ Այո, բոլորը ձեր բարձրացեք, պարտադիր չի դուք պաշտոնակատար ուսուցիչներ եք, որ նոր ասեք ես ուսուցիչ եմ։ Սիրելիներ, մենք բոլորս Աստծո խոսքի ուսուցանողներ ենք։ Դրա համար բոլորիս ենք նաև շնորհավորում այսօրվա կապակցությամբ, որ մենք համարձակ լինենք Աստծո քաղցրություններով, կիսվենք, սովորացնենք, օգնենք մեր շրջապատում գտնվող շատ մարդկանց։ Ամեն, որ նրանք Աստծո սիրով լցվեն ուրախությամբ։ Տերը օրհնի, մենք այսօր իրար հետ նաև հաղորդություն ենք ունենալու ու հավատում եմ էդի ավելի ամրապնդելու մեր իր հետ կապը, զորությունը ու այդ ուխտը ավելի թարմացնելու ենք, որ մենք առաջ խաղացում ունենանք։ Տերը ներկա է այս վայրում Հիսուսի անունով։ Ես այսօր ուզում եմ խոսամ ինչի մասին, հեսա ասեմ ձեզ ինչի մասին եմ խոսում։ Ես չեմ մոռացել, որ իմ ուղղությունը որովհետև Տերը երբ որ ուղղությունը տվել է, ես ուզում եմ ինչե վերջը հասնեմ, ու այսօր խոսալու եմ 5-րդ կարևոր բանի մասին, որից վերստին ծնունդը մեկնարկ է ստանում, ու ինչի է էսի մեր համար կարևոր, որովհետև ես ու դու պետքա հետևենք Աստծո ուզածին, որովհետև այն ինչ որ մենք խոսել ենք, կհիշեք, ես խոսում եմ, որ մարդը գտնվում է Աստծո լույսի մեջ, բայց հաճախակ ինքը երևացող բաներին այնքան ուշադրություն դարձնում, որ մոռանում է, թե ինքը ինչ կարողության տեր է, որ ինքը լույսի որդի է, որ լույսի ազդեցություն կա իր ներսում։ Խավարից ավելի շատ է վախենում, քան թե Աստծուց, որովհետև ասում է Աստծուց ավելի շատ վախեցի, որ սխալների մեջ չլնես, որովհետև երբ որ դու Աստծուց չես վախենում, դա կոչվում է հարգանքի պատվի հարց։
Այն ժամանակ ումից պետք է վախենաս։ Այսպես մեկը չի լինի, որ դու վախենաս, բայց գիտեք մենք հակառակն ենք, երբ որ մենք մեղք ենք գործում, ավելի շատ վախենում ենք մարդկանցից, որ մարդիկ չիմանա խայտարակել ենք, ու ավելի քիչ կոտրվում ենք Աստծո առաջ, որ ասենք Տեր, ախար ես քեզ եմ նեղացրել։ Էսի մարդու հետ ընդհանրապես կապ չունի։ Հա ես արել եմ մարդուց ինչ ամաչեմ, մարդն անձի փրկե, թե դու ես փրկե։ Մենք որ մեղք ենք գործում, ավելի շատ ուզում ենք, որ մարդիկ չիմանան դրա մասին, որտեղ մարդկանց առաջ խայտարակելնելը կարելի ասել էլ անուն չես կարողանում բարձրացնես, բայց մենք մոռանում ենք, որ ախար այդ ընդհանրապես կապ չունի։ Մենք պետքա Աստծո այս գիտակցության առաջ ապրենք, ինչու որովհետև ինքը մեզ համար մեծ գինա վճարը։ Ուզում եմ, որ մենք ինչպես նոր առածներ հիշենք, որ մենք վերստին ծնունդով մուտք ենք գործում Աստծո արքայություն, հիշում եք, տեսնում ենք։ Ես խոսում եմ Նիկոդեմոսի ու Հիսուսի պատմությունը, որ իրանք իրար հետ զրույց էին անում, Նիկոդեմոսը շատ էր ուզում իմանալ այն զորությունը ինչի հաշվին է Հիսուսի կյանքում դրսևորվում, ու Հիսուսը իր այդ զրույցի ժամանակ բացեց ինչի հաշվին է, որ ասում էր Նիկոդեմոս, դու պետք է Աստծուց ծնվես, որ դու տեսնես Աստծո արքայությունը։ Հետո զրույցի մեջ ինքը շարունակում ասում է, ոնց կարամ ես նորից ծնվեմ, որովհետև արդեն տարեց մարդ եմ, ու Հիսուսը շարունակում է ինքը իր միտքը մինչև վերջ հասցնել, ասում է մինչև դու ջրից ու հոգուց չծնվես, դու Աստծո արքայությունը չես մտնի։ Հետո մենք տեսնում ենք, որ ինքը ասում է, որ քամին որտեղից գալիս է ուրայթում, ոչ մեկ չգիտի, մենք մենակ ձայն ենք լսում, ու ինքը համեմատում է, որ այսենց են բոլոր վերստին ծնվածները։ Դա նշանակում է, որ դու շարժման մարդ ես, դու պետքա կանգ չառնես, որովհետև դու շարժ ունես։ Աստծուց ծնված մարդիկ նրանք շարժման մարդիկ են, ոչ թե տեղում կանգնած մարդիկ են։ Հետո մենք խոսեցինք, որ նաև որ վերստին ծնունդը մեզ ապահովում է դիրք երկնքում եւ դիրք մեր մեջ Աստծո իրականությունը։ Այսինքն ինչ ենք մենք տեսնում, որ Հիսուս ասում է, որ վերստին ծնված մարդիկ իրականում գալիս են այս հարաբերության մեջ, Աստված մեր մեջ եւ մենք Աստծո մեջ, ու մենք այս իրականության դիրքով ենք շարժվում գործում։ Ու պատկերացեք, կարելի ասել Նիկոդեմոսը հասավ մի հատ այնպիսի վիճակի, որ ինքը շփոթված է, ինքը չհասկանում է դի ոնց կարա լինի, ու Հիսուսը մի հատ կարևոր այդ 5-րդ բանն ասում, որը վերստին ծնունդի մեկնարկի բանալին է տալիս իրան։ Այդ վերստին ծնունդի մեկնարկը, այն բոլոր 4 բաները նրանք իր հնարավորությունների մասին է խոսում վերստին ծնվածի, բայց հիմա եկեք ուշադրություն դարձնենք 5-րդ էլեմենտին, որ վերստին ծնվածների համար ինչա տեղի ունենում, ոնց է դա սկիզբ առնում, ոնց է դա իրականության կոչվում, երբ որ մենք նայում ենք Քրիստոսի խաչելությանը։ Երբ որ մենք անդադար հիշատակում ենք մեր մեջ, որ Հիսուսը մեր համար խաչվել է ու հարություն առել։ Դա այն կարևոր բանալին է, որ ինքը ասում է Նիկոդեմոսին, ուզում եմ այդտեղ իրար հետ կարդանք, շատ ուժեղ է այս պահը։ Գիտեք, ես զգում եմ ինձ սրտում, այս 2 օրը առավոտվա 5-ին արթնանում եմ ու տենց աղոթք է գալիս, քունը թռնում է ինձանից, ես սկսում եմ աղոթք անել ու մի օր առաջ այնպես ստացվա, որ 5-ին հելն եմ աղոթք եմ անում ու գիտեք ինչն էր, ես իրան մենակ այդ մի ժամվա մեջ սենց բան էի ասում եմ, դու իմ շնչառությունն ես։ Պատկերացեք այդ ժամին հելլես, մի քիչ սառնոտեր բանը գցել եմ վրես, մի տակ բան եմ գցել ու նստել եմ ու երաժշտություն միացրել եմ, շատ կամաց, որ ոչ մեկին չխանգարեմ ու ասում եմ, դու իմ շնչառությունն ես, դու իմ շնչառությունն ես, եթե շնչառությունը չլինի, ես մեռնելու եմ, դու իմ շնչառությունն ես։ Ու ես էդի ասում իրան, դու իմ շնչառությունն ես, ինչ լավ է, որ դու ինձ գտել ես, դու իմ շնչառությունն ես, ես քեզանով եմ շնչում, դու իմ շնչառությունն ես, առանց քեզ ես մեռած եմ, դու իմ շնչառություն։ Ու ես ասում եմ, սենց ասում եմ ու չեմ կշտանում, ասում եմ, որովհետև իրականում պատկերացեք այսօր, եթե ինչ-որ մեկը բռնի քո կոկորդը, դու կմեռնես։ Եթե ինչ-որ մեկը փակի քո օդը, դու կմեռնես։ Եթե ինչ-որ մեկը քո շնչառությունը կանգնեցնի, դու կմեռնես։ Այսօր մենք ամեն բան անում ենք, որ շնչենք, որովհետև կյանքը լավ բան է, բայց մեռնել այդքան էլ լավ բան չի։ Լսում եք։ Մեր մեղքերը նրանք պահեցին Հիսուսի շնչառությունը ու ինքը մեռավ, որ մենք իր շնչառություն ունենանք, ինքը մեր շնչառությունն է, դու պետք է այսի շատ կարևորես քեզ համար, ինչու, որովհետև այս բանալին, ինչի մասին որ ես խոսում եմ, որ Հիսուսը Նիկոդեմոսին ասում է, եթե դու ուզում ես այդ մակարդակի մեջ գաս, դու պետք է իմանաս, որ պահին է դա լինելու քեզ համար։ Ու եկեք կարդանք հիմա այս պահը։ Հովհաննեսի 3:14-15 խոսքում սենց մենք կարդում ենք հետևյալ խոսքերը։
Ասում է, եւ ինչպես որ Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես պետք է մարդու որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիսուսը շատ հետաքրքիր իրան ուղղություն է տալիս։ Նիկոդեմոսին ասում է, այսպես, դու գիտես այդ պատմությունը, ոնց օձը բարձրացվեց, Մովսեսը ինչ ակտ արեց, բոլորը թունավորված էին օձերից, կծված էին օձերից, օձը կպել էր այդ մարդկանց կյանքին, դա նշանակում է, որ ամեն մի մեղք, որ կպել է քո կյանքին, դու թունավորված ես, դու մեռնելու ես շուտով։ Հələ պատկերացեք մի պահ։ Ամեն մի մեղք, որ կպել է քո կյանքին, դու մեռնելու ես։ Ու այդ դեպքում բարձրացրեցին այդ օձին, որ ամեն մեկը որ նայի այդ օձին, 5 տականում այդպես գրված է, որ ով նայի այդ օձին, նա չմեռնի։ Նրանք պատկերացիք, ասես հակաթույն էին ստանում, մենակ նայելով այդ պատկերին, որովհետև ստե հնազանդություն էր գործում, այդ հնազանդությունը սաղին մաքրեց այդ օձերի թույներից, ու նրանք փրկվեցին։ Հիմա ինչ ասում այդ խոսքը իմացող մարդուն, Նիկոդեմոսին Հիսուս ասում է, այ հենց այսպես, ոնց որ էդի բարձրացվեց, այդպես էլ կբարձրացվի մարդու որդին։ Ու գիտեք, հələ բանը չի հասկանում, ոնց կբարձրացվի։ Ինքը խոսում է, որ այդտենց խաչի վրա կբարձրացնեն, այդտենց երևույթ ես դու տեսնելու։ Նիկոդեմոս ուշադիր կլնես։ Շատ ուշադիր կլնես։ Որ պահին ակտիվանալու քո համար, այն ինչ որ դու ինձանից հիմա հարցնում ես, հենց այդ պահին, եթե դու տեսար այդ պահը, ոնց են մարդու որդուն բարձրացնում, այդ պահը քո համար փրկության պատճառ կդառնա, այդ պահը քո համար վերստին ծնվելու հնարավորություն կդառնա։ Դա այնա ինչ հարցով դու մոտեցել ես ինձ, առանց ըտրա ոչ ոք, ինչքան էլ լավը լինի, դժոխքի բաժին ալնելու, եթե խաչի խոսքը չընդունի։ Եթե խաչի իրականության հետ հանդիպում չունենա, եթե ինքը չհավատա այս իրականությանը, մենք իրականում ցավ ենք ունենալու, տեսնելով մեր շատ հարազատների ոնց են, տոպիկ, գնում դժոխք, որովհետև ոչ մեկ չի կարող երկին գնա առանց վերստին ծնունդի պատճառով։ Ու Հիսուս այդ բանը ասում է այս մարդուն, խոսքի գիտակ մարդուն, ասում է երբ որ կբարձրացնեն, այ ամեն մեկը որ կհավատա նրան, նա կյանք ունենա ու հավիտենական կյանք ունենա։ Այս ինչի համար մեզ համար կարևոր, որովհետև ինքը հետաքրքրված էր Հիսուսը, որ Նիկոդեմոսը ինչ հարցով որ եկել է, ինքը իմանա։ Գիտեք, 3 տեղ իրար հետ կնայենք հիմա, ոնց է Հիսուսը այս բարձրացնելու process-ի մասին իր մասին խոսում ու ամեն տեղ ինչ որ մի լավ բան բացվում է։ Մենք տեսանք 15 խոսքում, որ ասում է ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուշադիր կլնես։ Ինչի նկատմամբ, երբ որ կտեսնես, որ մարդու որդուն բարձրացնում են, դա հենց պանալնելու, հենց դրան դու հավատացիր, դա քեզ համար վերստին ծնունդի դուռը բացելու, որ դու կարողանաս այն բոլոր 4 բաները, ինչի մասին ես ասեցի, ունենաս։ Հիմա եկեք տեսնենք, երկրորդ տեղը, որ Հիսուսը սրա մասին բարձրաձայնում է, ուշադրություն դարձեք, որ Հիսուսը ասես այս խոսքով, այս 15 խոսքով, այդ 14 խոսքով, այդ խոսակցության մեջ ինքը իր ուշադրությունը գրավում է Նիկոդեմոսի, ասում է դու շատ ուշադիր կլնես այս պահին Նիկոդեմոս, որովհետև դա է քո հարցի պատասխանը, դրա մեջ է քո հարցադրման եւ իմ ասածի գաղտնիքը, դրա հետ դու գործ ես ունենալու։ Ուրեմն պատկերացեք այս երևույթի մասին Հիսուսը հիշատակում է իր զրույցներում մարգարեական ակնարկները անում այս երևույթի մասին։ Կարդանք Հովհաննեսի 8:23-ից 28 խոսքերը։ Եվ ասեց նրանց. դուք ներքևից եք։ Հիսուս խոսում էր այդ մարդկանց հետ, ովքեր եկել էին իրան կպունում էին, գիտեք ինչի հաշվին, որ Ղազարոսին հարություն էր տվել, դրանից հետո խորհուրդ էին արել, որ ոչ միայն Հիսուսին սպանեն, նաև Ղազարոսին սպանեն։ Դա 12-րդ գլխում նկարագրված է։ Ամեն մի հրաշք, որ քո կյանքում կատարվում է, դա խոսում է Աստծո ներկայության մասին։ Իսկ երբ որ թշնամին գալիս է, գիտեք ինչ անում, նա մենակ հետաքրքրված չի, որ քեզ սպանի, նա հետաքրքրված է նաև քո վկայության ձայնը սպանի։ Այդ ինչի, երբ որ քո վկայության ձայնը մեռնում է, դա հավասար է, որ քո կյանքում եկած Ղազարոսն է մեռել։ Այդ նշանակում է, որ քո վկայության ձայնը ինչ որ մեկը սպանելու նպատակ ունի, դու պետք է չլռես, որովհետև դու վկայելու բան ունես, որովհետև Հիսուսը քո համար մեծ բան արել։ Այդ ինչի համար մենք հետո հաղորդությանը կմոտենանք ավելի սենց նպատակաուղված այդ ամեն ինչին։ Եկեք կարդանք։ Ասում է դուք ներքևից եք, ես վերևիցն եմ։ Դուք այս աշխարհքից եք, ես այս աշխարհքից չեմ։ Ու բոլոր նրանք, ովքեր Հիսուսին ընդունում են, նրանք մեխանիկորեն, վերստին ծնվելով, նրանք այս աշխարհում են, բայց այլևս այս աշխարհից չեն։ Իրանց կյանք այս աշխարհի հետ կապ չունի այլևս։ Նրանք այս աշխարհում դառնում են առաքելություն կատարող մարդիկ, կյանք բերող, քո ժառանգություն ու արմատներ այս աշխարհի մեջ գցելու,
Վտանգ դուք չպետք է զարգացնես քեզ համար։ Քո ամեն մի ստեղծած բանը պետք է կապ ունենա երկնքի հետ, որտեղ Հիսուս ասել է, ուզում ես Հիսուսի հետ լինես։ Նա պարզ ասեց, ես այս աշխարհից չեմ։ Հիմա ինձ համար հարցը բարձրանում, ես այս աշխարհից լինեմ, թե Հիսուսի աշխարհից լինեմ։ Ես ընտրության առաջ եմ կանգնելու, ու այդ էլի կատարվելու է խաչի միջոցով։ Եկեք տեսնենք, ստե շարունակում է ինքը իր խոսքը 24 խոսքն եմ կարդում, ասում է, արդ ես ասեցի ձեզ, թե ձեր մեղքերի մեջ կմեռնեք, որտեվ եթե չհավատաք, թե ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Դուք պատկերացեք, ոչ մի ուրիշ փրկություն չկա մեղքերից, եթե դա Հիսուսի հավատքի միջոցով կամ Հիսուսի արածին մենք չհավատանք։ Դրա համար Հիսուս այս մարդկանց ինչ ասում է, եթե չհավատաք, ինչ որ ես ձեզ համար անում եմ, դուք ձեր մեղքերի մեջ եք մնալու։ Իսկ այդ նշանակում է, որ ձեզ այդ մեղքերը մահվան մեջ են տանելու, վերջո ավարտելու են դժոխքում։ Եկեք մենք ստե տեսնենք Հիսուսի խորհուրդը ուր է բերում։ Ասում է կմեռնեք, եւ նրան ասեց. դու ով ես, ժողովուրդը նրան հարցնում է, դու ով ես, եւ Հիսուս ասեց նրան, այն որ սկզբից ձեզ հետ խոսում եմ։ Ոնց է դուրս գալիս, որ ինքը ամեն ժամանակ սկզբինն է, ինքը առաջինն է քո կյանքում խոսում։ Նա միշտ քո կյանքում սկզբից է խոսալու։ Դրանից հետո գալու է քո արդեն մարմնավոր միտքը, կասկածը, հեգնանքը, հպարտությունը, մեծամտությունը։ Գիտեք, Հիսուսը միշտ առաջինն է քո կյանքում։ Բայց ամեն մի երկրորդ միտքը, որ գալիս է, դա կամ քո մարմնից ալնելու, կամ սատանայից ալնելու։ Դու պետք է որոշես, ում հետ ես։ Գիտեք ինչու, որտեվ Հիսուս ասեց, ես այս աշխարհից չեմ։ Դուք ես աշխարհից եք։ Դուք պետք է որոշում կայացնեք։ Մնաք ես աշխարհի մասը լինեք, թե դառնաք իմ արքայության մաս։ Սա պատրաստությունն է, նա ակնարկ անում։ Ու եկեք տեսնենք ինչ ակնարկ անում այս խոսքերի միջոցով։ Ուր է բերում Հիսուսը 26 խոսքը։ Ասում է շատ բան ունեմ ձեզ համար խոսելու եւ դատելու, բայց ինձ ուղարկող ճշմարիտ է, եւ ես ինչ որ նրանց լսեցի, այն եմ խոսում աշխարհքի մեջ։ Չիմացան թե որ հոր մասին էր նրանց հետ խոսում։ 28 խոսքը ուշադրություն դարձնենք։ Հիսուսն էլ ասեց նրանց. Երբ որ մարդու որդուն կբարձրացնեք, այդ մարդկանց ասում։ Գիտեք ինչն է ստե զարմացնում։ Նայեք, ուզում եմ այս խոսքին ուշադրություն դարձնեք։ Ասում է, երբ որ մարդու որդուն կբարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, թե ես եմ, եւ իմ անձից ոչինչ չեմ անում, այլ ինչ որ իմ հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։ Ուշադրություն եկեք դարձնենք ստե։ Ասում է, երբ որ մարդու որդուն կբարձրացնեք, ում է ասում, բոլոր այն հակառակվող լսարանին, որ հակառակվում էր բոլոր այդ փարսեցին, բոլոր այդ մարդկանց։ Ասում է, երբ որ կբարձրացնեք, ես գիտեք ինչի վրա է ասենց իմ ներսը զարմանքի գալի, որ ինքը դե չի ասում, որ Աստծո պատուհասը կգա ձեր գլխին։ Ինքը ասում է, անգամ այդ ժամանակ, որ դուք խաչելու եք ինձի, դուք այդ ժամանակ կիմանաք ես ով եմ։ Հիսուսը զարմանալի է, փաստորեն խաչի հետ կապված հայտնություն է բացվում։ Մենք ինչ ենք տեսնում, ասում է, երբ որ մարդու որդուն կբարձրացնեք, այն ժամանակ կիմանաք։ Առանց խաչի այ իրականության դու չես կարող իմանաս ոչ Հիսուսի խոսքերը եւ ոչ հորը, որ Հիսուսի միջոցով գործում էր։ Նշանակում է, եթե մենք խաչի խոսքը բաց ենք թողում, մենք գիտեք ինչ ենք անում, մենք մեզ զրկում ենք իմանալու հնարավորությունից, ճանաչելու Աստծո խոսքերը, ճանաչելու նաև հորը, որտեղ այս խոսքերը հենց դրա մասին է բացում։ Ուրեմն, նորից եմ կարդում, երբ որ մարդի որդուն կբարձրացնեք, այն ժամանակ իմանաք, թե ես եմ եւ իմ անձից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։ Երկու բան, որ ստեղ Հիսուսը ակտիվացնում է, խաչի վրա տեղի ունեցածին հավատալու արդյունքում մենք ձեռք ենք բերում իմացողություն եւ մենք բացահայտում ենք հորը, որի մասին Հիսուսը հետո ասում է, որ ինձ ուղարկողը իմ հետ է, հայրը ինձ մենակ չի թողում, որտեվ ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Շարունակությունը հենց այդ խոսքն է։ Ես ուղղակի չշարունակեցի 20 խոսք չկարդացի, անգիր ասեցի։ Եկեք տեսնենք երրորդ հատվածը։ Երրորդ տեղը, որ նորից Հիսուսը բարձրաձայնում է, ասելով, որ մարդու որդուն կբարձրացնեք։ Գիտեք, ինքը այս մարգարեական ակնարկը տալով, ինքը ուշադրություն է գրավում։ Տեսեք, միտեղ ինչ ասում, ինքը ասում է, հավատակ հավիտենական կյանք ունենաք։ Այս միտեղում ինքը ինչ ասում, երբ որ կբարձրացնեք, ինչ է կատարվելու, կիմանաք,
որ ես հոր հետ համագործակցող եմ եւ ես ինձանից չեմ բաներ անում, կամ մեկը, որ ինձ ուղարկել է, ես իր հետ եմ համագործակցում։ Երկրորդ բանը տեղի ունեցավ։ Մենք տեղեկություն ենք ձեռք բերում։ Եկեք հիմա երրորդ հատվածն եմ ուզում ձեզ համար կարդամ։ Հովհաննեսի 12:27-36 սենց ասում. Հիմա իմ անձը խռոված է։ Ինչու? Որովհետև մարդիկ վիճում են ավելի շատ, քան թե հավատում են։ Գիտեք, եթե ես սենց ինձ դնում եմ այս մարդկանց տեղ, ասում եմ՝ Տեր, օգնի, որ ես քո հետ չվիճեմ։ Օգնի, որ ես հավատամ քեզ, էլի։ Օգնի, որ ես քեզ հավատամ, ոչ թե վիճեմ։ Գիտեք, մենք ավելի շատ վիճում ենք Աստծո հետ, քան թե հավատում ենք։ Իմ այսօր փափագներից մեկն է, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե վիճենք նրա հետ, այլ հավատանք նրան, որտեվ քո ամեն վիճելը քեզ մի քայլ հետ է պահում, մի քայլ հետ է պահում, մի քայլ հետ է պահում։ Արդյունքում գիտես ինչ ալնում, որ դու դառնում ես ոնց վիճահարույց մարդ եւ ոչ թե հավատացյալ կամ հավատացող մարդ։ Վիճահարույց պետք չի ես ու դու ունենք, Աստծո որդիներին դա բնորոշ չի, դա ավելի շատ մարմնավոր, մեղավոր մարդուն, հպարտ, մեծամիտ մարդուն է բնորոշ։ Երբ որ մենք վեճեր ենք ավելի շատ ակտիվացնում, այդ ժամանակ մենք հետ ենք եթում, ոչ թե առաջ ենք եթում։ Ուզում եմ ստե ուշադրություն դարձնեք։ Հիսուս ասում է՝ իմ անձը խռոված է։ Ինչի պատճառով? Այդ վեճերի պատճառով, որ իրանց ասում է հավատացեք, բայց իրանք ավելի շատ վիճում են, ոչ թե հավատում են։ Կարդանք։ Ասում է, եւ ինչ ասեմ, Հայր, խնդրում եմ, ասում է, ազատիր այս ժամից, սակայն սրա համար եկած եմ ժամի մեջ։ Գիտեք ինչ անում? Ինքը ուղակի խոսքերը օդի մեջ չի կրակում։ Ինքը անգամ մարդկանց ներկայության մեջ աղոթքի ձայն է բարձրացնում։ Ասում է, Հայր, խնդրում եմ ազատի ինձ այս ժամից։ Ինչ ժամից? Այդ վիճաբանության ժամերից, այ որ մարդիկ փոխանակ ավելի շատ հավատան, ավելի շատ վիճում են, ասում է ազատիր այս ժամից, բայց գիտեմ, որ հենց սրա համար էլ եկել եմ, որ այս երևույթը կանգնի շատերի կյանքում, որ նրանք հավատան, որ կյանք ունենան, գիտեմ, որ սրա համար եմ եկել, նա այս ամեն ինչը խոսում է, ու գիտեք, Հայրը պատասխանում է, հենց այդ պահին, էսի արդեն ծածուկ տեղի աղոթք չէր, դա բացահայտ աղոթք էր, լինում է, չէ, որ մարդու սիրտը հառաչանքի մեջ է, նեղված է, ու կարա հենց մարդկության մեջ ասի, ախ Տեր ջան, մի հատ քո օգնությունը հայտնեիր էս իրավիճակի մեջ։ Պատահել է ձեր հետ, որ դուք հենց ոչ թե գնացել ես ծածուկ տեղը նոր այդ աղոթք արել ես, այնքան սիրտը լցված եղել, որ հենց մարդկանց ներկայությամբ ես դա արել։ Աստված ջան, պատասխաներ գարես իրավիճակի մեջ։ Պատահել է ձեր հետ այդպես բան։ Էսի հենց նկարագիրն է դրա մասին։ Երբ որ ինքը էսի անում է, հենց այդ պահին պատասխան է գալիս։ Տեսեք, 28-ը, ասում է Հայրը խոսում, ասում է, որովհետև ինքը խնդրում, ասում է Հայր, փառավորի քո անունը, եւ երկնքից ձայն եկավ, թե փառավորեցի էլ եւ դարձյալ կփառավորեմ։ Պատկերացեք, Հիսուսը լսում է այս ձայնը։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում են, որոտմունք եղավ, ուրիշներն ասում են, թե հրեշտակ խոսեց նրա հետ։ Հիսուս ինչա պատասխանում եւ ասում, այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար եղավ։ Ու սենց ասում ես, ինչքան Հիսուսը վստահ է հոր քաղցրության վրա իր հանդեպ։ Ու ինքը ասում է, որ դուք այդտենց քաղցրության մեջ եք գալու, որ ոչ թե դուք անպայման պատասխան ստանաք, ձեզ պատասխանը պետք չի, եթե դուք որդի եք, պատասխան ձեր կողքի մարդկանց է պետք։ Դուք բաներ եք ստանում, որ ձեր կողքի մարդիկ հավատան, որ դուք Աստծուց եք։ Դուք փոփոխություններ եք վերապրում, որ ձեր կողքի մարդի, ձեր կյանքում ամեն մի դրսևորումը պետքա պատճառ հանդիսանա, որ քո կողքի մարդը հավատա։ Դրա համար Հիսուս ասում է, «Էս իմ համար չէր այս ձայնը, այս ձայնը ձեր համար էր, որ հավատաք»։ Լսեք շարունակությունը, ստե կարդում ենք։ Հիսուս ասում է, այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար։ Հիմա դատաստան է այս աշխարհի համար, այս աշխարհի իշխանը դուրս է գցվելու, եւ ես երբ որ բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Ուշադրություն դարձեք 32 խոսքին, որ ասում է, երբ որ բարձրանամ, սա արդեն խոսում է, որ ինքը հոժարությամբ է գնում խաչի վրա։ Տեսեք, բոլոր այն տեղերում ինչ է ասում, կբարձրացնեն իրան, բայց այս տեղը Հիսուսը ցույց է տալի, որ ինքը հոժարությամբ, ինքը թույլ է տալիս, որ իրան բարձրացնեն։ Ինքը թույլ է տալի, որովհետև ասում է, երբ որ ես բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Բանալի բան, ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Խաչի խոսքը ամենքին քաշելու է իր մոտ, եթե դուք հավատաք։ Ով է ուզում Հիսուսին մոտիկ լինի։
Լսեք, այս խոսքը շատ կարևոր ասում է, երբ որ ես բարձրանամ, առանց դրա ոչ ոք, ոչ մի մարդ չի կարող ինձ մոտիկ լինի։ Եթե ես չբարձրանամ, ոչ մեկը չի կարող ինձ մոտիկ լինել, որովհետև ես մենակ այդ ժամանակ իրավունք ունենամ ձեզի քաշեմ իմ մոտ։ Գիտեք, Հիսուսը իրավունք է փնտրում իմ ու քո համար մահանալու, որ ինձ ու քեզ քաշի իր մոտ, որ ոչ ոք ինձ ու քեզանից, ես ու դու երբեք չընկնենք հպարտության ծուղակը, որ ես եմ եկել Հիսուսին։ Մենք անգամ այդ հարցերում չպետք է հպարտանանք։ Ինքը ասում է ես կքաշեմ քեզ իմ մոտ։ Այդ նշանակում է, որ ոչ ոք իրավունք չունի գա իր մոտ առանց իր քաշելու։ Իսկ այդ նշանակում է, որ այդ խաչի միջոցով այդ իրավունքն է բացում ու դրա պատճառով ինքը իրավունք ունի իր սիրով քեզ քաշի իր մոտ։ Այդ ինչի համար մենք կիսվում ենք։ Այս բանին ուշադրություն դարձեք, ասում է ամենքիդ կքաշեմ ինձ մոտ։ Եվ սա ասում էր, որ ցույց տա, թե ինչպիսի մահով պետք է ինքը մեռնի։ Ուրեմն բարձրացնելու պահը ինչ ենք մենք տեսնում։ Երբ որ Նիկոդեմոսին ասում է ուշադիր կլնես այս բանին, այդ խաչի վրա տեղի ունեցածին ուշադիր կլնես, որտեվ էդի քո վերստին ծնվելու մեկնարկն է։ Հետո մենք տեսնում ենք մեկ ուրիշ լսարանում ինքը ինչ ասում, երբ որ ասում է կբարձրացնեք, դուք կիմանաք եւ կճանաչեք, որ ես իմ գլխու չեմ գործել, իմ հետ մեկը կա, իր անունը Հայր Աստվածը, նա ես ամեն ինչը անում։ Հետո մենք տեսնում ենք, երբ որ ասում է կբարձրանամ երկրից, ամենքիդ ասում է կքաշեմ իմ մոտ։ Նա չի թողում նախաձեռնությունը ոչ մի հարցով փրկության քո ձեռքերի մեջ։ Նա ասում է ես կքաշեմ ձեզ իմ մոտ, որ դուք ոչ թե ձեր կարողությամբ փորձեք մաքուր կյանքով ապրեք, այլ իմ շնորհքով ու կարողությամբ ես ձեզ այնպիսի մթնոլորտի մեջ կբերեմ, որ դուք կարողություն ունենաք առանց մեղքի ապրելու։ Եթե այդ կարողությունը մեր մեջ չբացվի, մենք ոչ մեկս չենք կարող առանց մեղքի ապրենք։ Դու պետք է իր էությունը ունենաս քո մեջ, որ կարողանաս առանց մեղքի կյանքով ապրես։ Իսկ այդ էությունը խաչից հետո է ակտիվանում, երբ որ մենք վերստին ծնունդ ենք ունենում։ Եկեք շարունակենք ստե 33 խոսքը։ Երբ որ արդեն ասում է ինչ մահով պետք է մահանա, 34 ասում է ժողովուրդը պատասխանեց նրան. մենք օրենքում լսեցինք, որ Քրիստոսը հավիտյան կկենա, եւ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա։ Ինքը խոսում է այս խաչելության իրականության մեջ, բայց այն ժողովուրդը, որ խոսքը գիտեր, նրանք չէին կարողանում ընկալեին Հիսուսին, չէին կարողանում այս ամեն ինչին հավատային։ Ուշադրություն դարձենք այս խոսքերին։ Եվ դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա։ Ով է այն մարդի որդին։ Հիսուսն էլ ասեց նրանց. մի քիչ ժամանակ։ Էդի խոսում էր այն կարճաժամկետ ժամանակի մասին, որ Հիսուսը իրանց մեջ է։ Լսեք, կարճաժամկետ ժամանակի մասին է խոսում, էդի 2000 տարի առաջ այդ ժամանակի մասին է։ Ասում է մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է։ Գնացեք, քանի որ լույս ունեք։ Ինչ է սա նշանակում։ Գնացեք, քանի որ Հիսուսին ունեք։ Բայց էդի մի քիչ է, մի քիչ ժամանակ է։ Շուտով էդի կանգնելու է, որտեվ ինքը բարձրացվելու է, ինքը խաչվելու է։ Ասում է գնացեք, որ հանկարծ ինձ հետ միասին ձեր չբռնեսպանեն։ Այս լույսը պահեք ձեր մեջ, գնացեք, որ հեսա շուտով ընձի բռնելու են, որ դուք էլ չվնասվեք, որտեղ դուք չեք կարող հակազդեք դրան։ Էդի ես պետք է մենակ հակազդեմ, որ հետո դուր բացեմ ձեզ համար։ Եկեք կարդանք շարունակությունը, ասում է մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի որ լույս ունեք, որ խավարը ձեզ չհասնի եւ խավարում գնացողը չգիտի թե ուր է գնում։ Քանի որ լույս ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդի կոչվեք։ Նորից բերում է կարևոր կետին, հավատացեք լույսին, որ լույսի որդիներ լինեք։ Ու այս ամեն ինչ ակտիվանում է, մենք բոլորս լույսի որդի ենք, մենակ այն բանի պատճառով, որ այն պահից, որ հավատացինք, որ Հիսուսը խաչի վրա մահացել է մեզ համար, մենք այդ պահին վերստին ծնվել ենք, ու մենք այդ օրվանից լույս ենք ձեռք բերել մեր սրտների մեջ, ու մենք ինչքան այդ լույսը պահենք մեր մեջ, մենք լույսի որդի ենք կոչվում։ Լսեք, եթե լույսի որդի, ուրեմն խավարը ձեր վրա իշխանություն չունի, ամեն։ Ամեն թե չամեն։ Հիմա ամեն հաստատ։ Ով է լույսի որդի։ Ահա, այդ նշանակում է դուք պետք է ամեն վախերին ցրեք ձեզանից, ճիշտ է։ Համաձայն եք։ Ով է ցրելու խավարը իրանից։ Որտեվ դու լույսի որդի ես, դու չես կարող խավարի հետ ընկերություն անես։ Իսկ ով է իրականում իշխանություն բանեցնելու, որ խավարը իր վրա իշխանություն չանի։ Հաստատ անելու եք։ Թե ուղղակի ասում եք, որ ասելու համար։ Լսեք, Հիսուս շատ կարևոր բան ասում։ Ասում է, քանի որ լույս ունեք, ինքը արդեն խոսում է երկրորդ մասի մասին։ Այն մի քիչ ժամանակ, եթե հեսա մահանալու է,
իրանք էլ իրան չեն ունենալու։ Հետո ինքը խոսում է երկրորդ մասին, որ ինքը հեսահարությունը առնելու ու իրանց արդեն ուղղություն է տալիս ինչից բռնված իրանք կլինեն։ Ասում է, քանի որ լույս ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիներ լինեք։ Ու այսի խոսում է վերստին ծնված կարգավիճակի մասին։ Այս վերստին ծնունդը ակտիվանում է, պատկերացեք, երբ որ մարդը Հիսուսին խաչի վրա տեղի ունեցածի հետ հաշվի է նստում։ Խաչի խոսքը դրանով մեր համար շատ հիմնարար է եւ ինքը բեկման ենթակա չի, ինքը միշտ մեկնարկային է, նա նաեւ հիշեցման ակտ է, որ հեսահաղորդության ժամանակ մենք դա կակտիվացնենք։ Ուզում եմ, որ դուք իմանաք, ինչի համար է կարևոր, որ Հիսուս ասում է ամեն անգամ, երբ որ հաղորդություն կընդունեք, հիշեք իմ մահը, որ դուք միշտ ակտիվ մնաք վերստին ծնված ձեր կարգավիճակում, որտեւ եթե մենք չենք հիշում ինչ արեց Հիսուսը մեզ համար, մենք չենք էլ ակտիվանում ինչպես վերստին ծնվածներ։ Հիշեք այն 4 բանը, որ ասեցի, նրանք ակտիվանում են վերստին ծնվածների համար։ Նրանք տեսնում են արքայությունը, նրանք մուտք ու ելք ունեն արքայության մեջ, նրանք արքայության շարժման մարդիկ են դառնում եւ նրանք դիրք ունեն այդ արքայության մեջ։ Բայց այս 4 բանը կյանքի է կոչվում, երբ որ խաչի վրա տեղի ունեցածին դու հավատում ես ու ընդունում ես։ Ու քանի որ մենք բոլորս այդտեղ մեծ մասը, այստեղ նոր մարդիկ ունենք դեռ, թե չէ։ Դեռ չունենք, ոչինչ, կունենանք։ Մենք չենք համաձայնվում այս վիճակի հետ։ Մենք ամեն մեկս պետք է ինչ-որ մեկի փրկության պատճառ դառնանք։ Ուշադրություն դարձնեք, քանի որ խաչի խոսքի պատճառով կամ միջոցով է ակտիվանում այս 4 բաները, ապա Հիսուսը մեզի բանալին է ցույց տալի, ասում է կհիշեք իմ մահը, ոչ թե կհիշեք, թե դուք ինչ դիրք ունեք իմ մեջ, դուք կհիշեք ինչի պատճառով կամ ում շնորհիվ ակտիվացել է այդ ամենը, ու դուք դա կգործածեք։ Հիմա պատկերացեք Նիկոդեմոսին, գալիս է պահը, փարիսեցիները կազմակերպում են սադուկեցիների հետ, այդ մեն ռոմեացի զինվորներին էլ վերցնում են, գալիս են Հիսուսին բռնում են, տանում են։ Ամենաշատը, որ տանջանքի մեջ կարարելներ կամ մտահոգված կարարելներ, ու միայն ժամանակ չէր իմանա ոնց օգներ, էդի կարամ ես ասեմ, որ դա Նիկոդեմոսն է եղել։ Գիտեք ինչու, որովհետև ինքը Հիսուսի հետ զրույցներ ա ունեցել։ Բայց հələ շփոթված վիճակում, չգիտի ինչ է կատարվում, ու պատկերացեք հանկարծ, թող բոլոր ասեն հանկարծ։ Նիկոդեմոսը տեսնում է, ոնց են Հիսուսի խաչը բարձրացնում։ Ինչ կարար Նիկոդեմոսի հետ կատարվեր։ Հիսուսի խոսքերը իր համար ասես կենթանանում են։ Նիկոդեմոսը հանկարծ հիշում է այն քաղցր զրույցները, որ Հիսուսի հետ ունեցել է։ Երբ որ կտեսնես Նիկոդեմոս մարդու որդուն բարձրացնում են, էդի քո շանսն է, էդի քո պահն է, էդի քո աստղային հնարավորությունն է։ Առիթը բաց չթողես խաչի վրա տեղի ունեցածին հավատալու։ Էդի է քո մեկնարկը, որ դու ունենաս այն, ինչ որ դու տեսնում ես իմ կյանքում։ Չէ՞ որ ինքը եկել էր այդ հարցումով։ Ու գիտեք, Նիկոդեմոսի ամենազարմանալի իրականություններից մեկը, որ մենք հետո կարդում ենք դրա մասին, գիտեք որն է, որ հետո ինքը մեկ ուրիշ աշակերտի հետ, ինքը արդեն իրան աշակերտ էր համարում, որ գալիս է 100 լիտր նարդոսի յուղը զոհաբերում Հիսուսի արդեն այդ մարմինը յուղով ծածկելու եւ պատանելու եւ հետո գերեզմանի մեջ դնելու։ Ու գիտեք զարմանալի բան է։ Միկին բերեց մի լիտր յուղ թափեց Հիսուսի ոտների վրա, Հիսուսի գլխի վրա։ Մենք բոլորս գիտենք սրա մասին։ Մենք ավելի շատ սրա մասին ենք խոսում։ Բայց ինչ արեց Նիկոդեմոսը, մենք սրա մասին շատ քիչ ենք խոսում։ Նիկոդեմոսը հասկացավ ոչ միայն ներման գաղտնիքը, որ այդ կնոջ դեմքում բացվավ։ Ինքը հասկացավ, որ ինքը իր ամբողջ կյանքով պարտականա այդ արքայության մեջ մտնելու Հիսուսին, որտեղ այդ թանկ զրույցը ոչ մեկ ուրիշը չի լսե, եթե ոչ Նիկոդեմոսը, կողքից էլ իհարկե Հովհաննեսը, որ մոտիկ էր կարար էդի լսեր, դրա համար ինքն ամենակետի արձանագրե։ Ինչի համար եմ ես էսի բարձրացնում, սիրելիներ, այս վերստին ծնունդի մեկնարկը տեղի է ունենում խաչի պատճառով։ Առանց խաչի իրականության ոչ մեկ չի կարող վերստին ծնվի։ Եթե մեր շրջապատի մարդիկ, ժողովուրդները, բաները, ում որ մենք հետ գործ ունենք, եթե իրանք չհավատացին այս խաչի վրա տեղի ունեցածին, ապա դժվարություն կառաջանա Աստծո արքայությունը մտնել, որտեղ
ոչ մեկ առանց Քրիստոսի արածի չի կարա երկնքի թագավորություն մտնի։ Սա է մեզի պարտավորեցնում, որ ոչ թե մենք ասենք, բա այն մեկը ոնց կլինի, բա այն մեկը ոնց կլինի, ոչ թե այս մտքեր մենք անենք վիճաբանելով, այլ հլնենք հասնենք այդ մեկին ու փրկենք։ Հլնենք հասնենք այդ մեկին ու պատմենք։ Ես մի օր գնացի Ուկրաինա։ Ու գիտեք ինչն էր զարմանալի։ Որ ես գնացի Ուկրաինա, Լուսինեի տատիկին այցելեցի, որ 90 քանի տարեկան էր։ Իր համար աղոթեցի, իր ընտանիքի անդամների համար աղոթեցի, այդ մի հատ հանդիպումն էր։ Ու այդ մարդը գնաց հավիտենություն։ Հիմա պատկերացեք, այդ մարդը գնում է այս աշխարհից, ու ես բեռնավորվում եմ մտքերով։ Լավ, իրա բարեկամներ, ես այդքան չի բեռնավորվի։ Բայց Լուսինեն երևի շատ կբեռնավորում։ Դեն ասեմ, մեր տատիկը ուր գնաց։ Իրանք էլ դրանով ես իրանց այդ բեռից ազատեցի։ Գիտեք ինչի։ Որտեվ իրանք էլ չեն մտածի դրա մասին։ Մեր տատիկը ուր գնաց։ Որտեվ մենք չենք ընկնում այս ծուղակը։ Մենք հլնում ենք, գալիս ենք այդ մեկին, գտնում ենք ու ապրեցնում ենք։ Սա է Տերը ուզում։ Եթե դու հավատացիր սրան, որ առանց Քրիստոսի ոչ մեկ չի փրկվի, դու արթնության մարդ կդառնաս, շարժի մարդ կդառնաս, դու չես նստի, բա այն մեկը, որ երբեք Հիսուսին չի լսե, բա իր հարցը ոնց կլինի։ Այ էսա կոչվում վեճ։ Էսի բացատրություն չի պահանջում։ Դու պետք է այդ մարդուն հասնես։ Եթե դու այդ հարցը տվել ես, ուրեմն բարիելի պատասխանություն վերցնես, հասնես այդ ձևի մարդկանց ու փրկես այդ մարդկանց, լուր հասցնես իրանց։ Որտեվ եթե դու հավատացիր, որ առանց խաչի այս տեղի իրականության ոչ ոք չի փրկվի, դու պարապ չես մնա, դու пассив չես մնա, քո արթնությունն է սկսվում դրա պատճառով։ Այդ ինչի համար Նիկոդեմոսը առանց վախենալու, որ իրան կարող է իրանց հասարակությունից վտարեն դուս, վերցրել է 100 լիտր, էդի հոտ ծածուկ բան չի, 100 լիտր, էդի արդեն շատ ահռելի թեմա է, են էլ այդպիսի վարդապետի համար, որ ինքը գա Հիսուսին օծի, այդ Հովսեփ հարուստ այդ մարդու հետ արյամաթացի, ինքը գա այդ բանը անի, դուք հասկանում եք այդ Սինիդրոնը, որ կար, այդ ժողովարանի այդ մեծերը, ջոչերը, իրանք պետք է գային ասեին, դու այլևս մեր հետ ոչ մի կապ չես ունենա։ Դու ով ես, որ գնացել ես Հիսուսին օծում ես յուղով։ Նշանակում է դու ապացուցեցիր, որ դու իր հետ ես։ Մենք քեզի զրկում ենք մեր տնից։ Ու դուք պատկերացնում եք, այդ ձև հնարավոր է, որ Նիկոդեմոսին թեկուզ ամենահարգված ուսուցիչներ այդ տարածաշրջանում իրան կարան վտարեն։ Եթե Հիսուսին սպանեցին, իրան չի չէին սպանի։ Ուզում եմ, որ դու խորագետ լնես, առանց այս երևույթի ոչ մի վերստին ծնուն չկա, ու Հիսուսը էսի է բարձրացնում Նիկոդեմոսի համար, ու էդի փրկության պատճառը դառնում Նիկոդեմոսին։ Մեր բոլոր այդ 4 բաները, որ լսեցինք, դա ակտիվանում է, երբ որ դու խաչի վրա տեղի ունեցածին հավատում ես։ Երբ որ մենք հավատում ենք խաչի վրա տեղի ունեցածին, համար առաջին, մենք հավիտենական կյանքի դուռն ենք բացում։ Համար երկրորդ, մենք կարողություն ենք ձեռք բերում իմանալու եւ ճանաչելու։ Համար երրորդ, Տերը մեզ քաշում է իր մոտ։ Ինքն է քաշում, ինքն է նախաձեռնում իրան քեզ մոտիկացնել։ Գիտեք, այս ինքան պատվի թեմաներ են, որ հանկարծ դու հասկանաս, որ Հիսուսը քեզ պատվի արժանացնում քաշելով իր մոտ, որ դու իր հասարակության իր մտնոլորտի մեջ կարաս լնես։ Եվ վերջո մենք կարանք տեսնենք լույսի որդու ակտիվությունը եւ ակտիվանում, երբ որ դու հավատում ես խաչի վրա տեղի ունեցածին։ Դու դառնում ես լույսի որդի, ոչ թե սատանայի որդի։ Դու դառնում ես լույսի որդի եւ ոչ թե մեղքի որդի։ Դու դառնում ես լույսի որդի եւ ոչ թե խավարի որդի։ Դու դառնում ես լույսի որդի, ոչ թե սատանայի որդի։ Ով կուզենար, որ իր հասեին մեկ ասեր սատանայի որդի, ետինս գնա։ Ով կուզենա այդ բան։ Չէ, լուրջ եմ ասում։ Մեզանց ոչ մեկ չի ուզենա, որ ինչ որ մեկը մեզի ասի սատանայի որդի, էդի մեր մշակույթի մեջ էդի հայությունը։ Հասկանում եք։ Ասի սատանայի որդի, մենք մի անգամ կեթանք մեր ծնողների վրա։ Դու ով ես, որ իմ ծնողին կպնես։ Մենք շատ լուրջ թեմաներ կարդացնենք։ Եկեք մենք չապրենք ինչպես այդ ստատուսով, եկեք մենք մեր դիրքը պահենք, մենք լույսի որդի ենք, լույսի որդու պես ելնենք, քեզանց պետք է լույս ճառագի, քեզանց պետք է կյանք ճառագի, որովհետև դու ծնված ես Աստծուց։ Ամեն։ Դուք տեսաք այս մեկնարկը, Հիսուս այս մեկնարկի վրա հետո ակցենտ է դնում, ասելով, երբ որ դուք հաղորդություն կունենաք, հիշեք իմ մահը։ Ամեն անգամ որ կանեք, հիշեք իմ մահը։
Սա ոչ միայն հիշողությունն է, որ ինքը մահացել է, սա նաև մեր ներսում ակտիվացում է միևնույն ժամանակ, որ մենք նոր հարածներ ենք, մեր համար նոր կյանք ակտիվացե։ Մեր մեղքերը խեղդեցին Հիսուսին, բայց իր այդ հավիտենական կյանքը գտավ մեզի, որ մենք շնչենք կյանք եւ ոչ թե մահ շնչելով ապրենք, չարություն շնչելով ապրենք, անեծք շնչելով ապրենք, նեղացկոտություն շնչելով ապրենք, հիասթափություն շնչելով ապրենք, վիրավորվածություն շնչելով ապրենք։ Մենք դրա համար չենք ծնված Աստծուց։ Մենք ծնված ենք, որ այդ բաները շնչենք, մենք կյանք շնչենք։ Թեքվի քո կողքին Գերոջ ասա, ես կյանք եմ շնչում ամեն օր։ Հիսուսի անունով։ Խնդրում եմ փառաբանողնես մեկը գա։ Ինչ որ մեկ ուրախ է, որ ինքը վերստին ծնված է։ Իրականում ուրախ եք։ Դուք հիշում եք, բայց դուք ավելի շատ հնարավորություն եք տեսնելու Աստծո արքայությունը։ Դուք ավելի շատ հնարավորություն եք ձեր աղոթքների մեջ, այսինքն հավաքույթների մեջ, մենք երբ որ երկրպագում ենք միանում ենք, այսօր ունես քաղցր ներկայություն կար, այս տպավորություններ ոնց որ մենք իրականում գահի առաջ էինք կանգնած ու փառաբանում էինք Աստծուն։ Երբ որ ասում եմ տպավորություն, այդ չի նշանակում, որ այդպես չէր։ Իրականում այդպես էր։ Դրա համար մենք զգում ենք ուրախություն, ոնց որ sense ուրախության կրակա գալի, ներկայություն է գալի յուրահատուկ, ոնց որ վերցնի ուզենաս հազարու մի հավեսով հանձնվես, չնայեսով կա դալիճը, ուղղակի սիրես Տիրոջը, փառաբանես Տիրոջը։ Մենք իրականում շարժման մարդիկ ենք դառնում, որովհետև դա մեր կոչումն է, մենք պետքա քամու պես վերստին ծնվածներ գալիս են, փոփոխություն են բերում, էթում են։ Դու որտեղ գալիս ես, այնտեղ բան ես ակտիվացում գնում ես։ Հիշի, քամին գալիս է շատ թարմություն է բերում։ Եվ վերջիվերջո դու դիրք ունես, քո դիրքին համապատասխան քեզ պահի, քո դիրքին համապատասխան պահի։ Ոչ թե քո մարմնավոր դիրքով, որ ձեռք բերես, որ հետո մի հատ էլ հպարտանաս։ Լսեք, երբ որ դու մի բան ձեռք ես բերում, ու ուզում ես այդ բանը վերագրես քեզ, դու դառնում ես մեծամիտ։ Երբ որ դու մի բան ձեռք ես բերում, գիտակցելով, որ Աստվածը քեզ օգնե, դու երբեք չես ընկնի մեծամտության ծուղակը։ Դու միշտ փառաբանես, շնորհակալ կլինես, ամենաճոխ բաների հասանելիություն կունենաս, որտեղ Հիսուս ասում է, եթե հավատաք, դուռը բացվելու կիմանաք, որ ես եմ, ինձանից չեմ անում, բանալիա բացում, գաղտնիքա բացում։ Գիտեք, երբ որ դու մի բան անում ես, դու պետք է էդի ամենաշատը փափագես։ Տեր, երբ որ ես մի բան անում եմ, ուղղակի օգնի, որ ես ինձ անեմ, որ բացվի, որ դու ես էդի անում իրանց համար, ոչ թե ես եմ անում։ Այդի կուզենամ, էդի կուզենամ։ Երբ որ Հիսուս այդ հաղորդության պահը բերեց ու այդ հաղորդությունը ակտիվացրեց իր աշակերտներին, նա հետաքրքիր բան է ասում։ Նա ասում է ձեզ համար նոր էջ է բացվում, նոր հնարավորություն է բացվում, նոր առիթ է տրվում ձեզ համար։ Այսինքն ես ձեզ բերում եմ մի նոր փուլի մեջ, մի նոր մակարդակի մեջ։ Դուք մտնելու եք այն նոր իրականության մեջ, որ ես ձեզ համար խաչի միջոցով ձեռք եմ բերում։ Այդ նոր իրականությունը քո հասկացած ոչ մի բանի հետ կապ չունի։ Քո ոչ մի հասկացած ընկալումը անգամ դրա հետ կապ չունի։ Դու պետք է դա ճաշակես ու թույլ տաս, որ ես քեզ օգնեմ, որ դու դա ճաշակես, որտեղ վերստին ծնված մարդը դա լիովին նոր արարչությունը նախադեպը չունեցող։ Մի քիչ նման է Ադամի մինչև մեղանչելը։ Մի քիչ նման է, բայց այդպես էլ չի։ Դրանց էլ ճոխա։ Ասեմ մի քիչ նման է, բայց ոչ այդպեսին է, դա լիովին նոր համադրություն է։ Մարդ Աստված իրար հետ մեկ իրականության մեջ։ Սա ամենաճոխ իրականություններից մեկն է, որ Հիսուսը բարձրացնում է։ Ու երբ որ ինքը այս հաղորդության խոսքերը բարձրացնում է, ուզում եմ մի քանի փաստեր հիշատակեմ հաղորդության մասին, ու մենք հետո կմոտենանք հաղորդությանը։ Առաջի բանը, որ ես ուզում եմ ակտիվացնեմ, հաղորդությունը դա ուխտի հիշատակում է։ Երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, մենք հիշատակում ենք, բերում մեր անձերի մեջ, որ մենք նոր արարածներ ենք, նոր ուխտի մարդիկ ենք, նոր կյանք ունենք, նոր իրականության մեջ ենք կանչված, որ մենք այլևս հին չենք, մենք նոր ենք, ամեն հները անցել են, հիմա ամեն բան նոր է։ Ես նոր, մենք անցած կիրակի լսեցինք նոր պատվիրանի մասին, էդի նոր արարածներին է վերաբերվում։ Ոչ մի մարդ չի կարող այդ նոր պատվիրանը պահի, եթե վերստին ծնված չլինի։ Բայց Հիսուս ասեց, ես նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ դուք սիրեք իրար ինչպես
ես եմ սիրում։ Սա հիշատակում է նոր իրականության։ Հաղորդությունը քեզ հիշեցնում է, որդիս, դուստրս, որ դու նոր կտակարանի մարդ ես, որ դու նոր իրականության մեջ ես, դու նոր պատվիրանի հետ գործ ունես, պետքա սիրես այնպես ոնց որ ես եմ սիրել։ Դու այդ օրինակը պետքա վերցնես քեզ համար, դու դրանով պետք է առաջխաղացում ունենաս։ Դրա համար Մատթեոս 26-28 խոսքերում մենք կարդում ենք. «Եվ նրանք դեռ ուտում էին, եւ Հիսուսը հաց առավ եւ օրհնելով կտրեց եւ աշակերտներին տվավ եւ ասեց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակ առավ, գոհացավ, նրան տվավ եւ ասեց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետեւ այդ իմ արյունն է նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողած մեղած»։ Այսինքն մեր մեղքերի թողության ակտը բացվում է նոր կտակարանի մեջ։ Մինչև այդ մեր մեղքերը դեռևս ծածկվում էին մեր ինչ-որ գործողություններով։ Երբ որ մենք ասենք, օրինակ ասենք, պատկերացեք, մեղք եմ գործել, հետո գալիս եմ ներողություն եմ խնդրում, այդ ներողությունը ծածկում էր իմ մեղքը, բայց չէր ջնջում ու հեռացնում ինձանից։ Հիսուսի արյունը ինքը կոտրեց այդ անեծքը իմ կյանքի վրայից։ Դրա համար ես կարամ երանելի կոչվեմ, որ այլևս մեղքի իշխանություն չունի ինձ վրա, որտեղ ես մեղքից առաջ եմ, մեղքի տակ ապրող մեկը չեմ։ Եկեք ուշադրություն դարձնենք, սա նոր ուխտն է, որը հիշատակվում է մեղքերի թողության հասկացողությամբ։ Առաջի Կորինթացիների 11:23-26-ը Պողոս առաքյալը ինքը նույն բանը հրատարակում է Հիսուսից առած լինելով, ասում է հետևյալը. ասում է ուրեմն ով որ կներեք, ասում է որտեղ ես Տերիցն ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը այն գիշեր, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք երեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար»։ Այդ մահվան հիշատակի համար է։ Դա շատ կարևոր է։ Հիշեք, մենք մեր բանալին չպետք է կորցնենք տեսադաշտից։ Այդ բանալին է ամեն ինչին քեզ դոստուպ տալիս, որ դու կարողանաս օգտվես այն բոլոր բաներից։ Ես զարմանում եմ, երբ որ հանկարծ մարդիկ ասում են, դե ինչքան կարելի է խաչի վրա կենտրոնանալ, մի քիչ են կոմա պետք գնալ։ Սիրելիս, դա բանալին են կոմ գնալու։ Եթե էսի դու բաց թողեցին, նրանք չեն գործելու։ Շեղվելը մեկից մեկը, երբ որ էսի անարգվում է։ Ասում է շարունակությունը, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակ առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, նոր ուխտն է իմ արյունով, նոր ուխտն է իմ արյունով։ Նա հիշատակում է իմ արյունն է ձեզ ով լինելը որոշում, իմ արյունն է ձեր արժեքը որոշում, իմ արյունն է ձեր սրբությունը որոշում, իմ արյունն է ձեր գինը որոշում, իմ արյունն է ձեր ինքնությունը ձևավորում։ Դուք իր արյունի հետ գործ ունեք։ Եկեք տեսնենք ինչ ասում շարունակությունը։ Ասում է այս արի քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որտեվ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Ինչի պատմեցեք, որտեվ դա այն լուրն է, որ մենք պետք է տանենք այս աշխարհ, որ մինչև Հիսուսի գալը շատերը հավատան դրան եւ մինչև Հիսուսի գալը Հիսուսի հետ հաշտություն գտնեն։ Դրա համար ասում պատմեք այս բանը։ Մենք մեկս մյուսին չենք պատմում, մենք այս աշխարհին ենք պատմում, թե Հիսուսը ինչ արել մեզ համար, որ իրանք էլ դրանից օգտվեն։ Հետո Պողոս առաքյալը բարձրաձայնում ասում է ուրեմն ով որ այս հացը ուտե կամ Տիրոջ բաժակ խմե անարժանությամբ, նա պատվական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդը փորձե իր անձը, ապա այն հացիցը ուտե եւ այն բաժակիցը խմե, որտեւ անարժանությամբ ուտող խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար ասում է ձեր մեջ շատ հիվանդներ ցավագարներ կան եւ շատերն էլ ննջած են, որտեվ եթե մեր անձերը դատեինք, չէինք դատապարտվի, բայց դատելով Տերից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Ինչ զորավոր խոսքեր է։ Երբ որ մարդիկ այս խոսքերը լսում են, ասում են, չէ, ես մեղք ունեմ, ես չեմ կարա հաղորդությանը մասնակցել։ Սատանայի սուտն է։ Ոչ թե պետքա դու տես մոտենաս, դու պետք է ասես, ո՞նց ես մեղքից ձերբազատվեմ, որ այդ հաղորդությանը մասնակցեմ։ Դու սենց պետքա մոտենաս։ Ես այս մեղքից հրաժարվում եմ, ես չեմ ուզում բաց թողեմ հաղորդությունը, ես ուզում եմ հրաժարվեմ մեղքից, երբ որ մենք այդ ձև ենք վերաբերվում, մենք հարցը լուծելու ենք, բայց որ ասում ենք, չէ, ես մեղք ունեմ, ես չեմ գալի, հա մեղքը ուրեմն շպրտի քեզանից, մինչև երբ պետք է մնաս դրա մեջ, լսեք, էսի շատ կարևոր է, դուք թանկ արյունով գնված եք, եկեք մենք դրանից օգտվենք, երկրորդ բանը, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, հաղորդությունը մեղքերի թողության հիշատակում է,
ամենաշատը, որ մենք մեղք ենք գործում, ինքնադատապարտություն է գալիս ու էսի հիշատակում է մեզ համար նաև, որ Հիսուս արյունը մեր մեղքերի թողության համար թափվեց։ Կողոսացիների 1:13-14 ասում է. Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն։ Ով ունի մեղքերի թողություն։ Դու երանելի ես, եթե հասկանում ես այս բանը, որտեղ մեղքերի թողություն ունենալը նշանակում է, որ դու ապրում ես այն ազատությամբ, որ Աստված քո համար նախատեսել է։ Ուշադրություն ստեղ դարձնենք այս խոսքերին։ Երրորդ բանը, որ կուզենամ ձեր հետ կիսվեմ։ Հաղորդությունը դա ինչ է նշանակում, հաղորդակցությունը անմիջապես նրա հետ։ Դու անմիջապես նրա հետ կոնտակտ ես ունենում, հենց այդ պահին, որ դու հաղորդություն ես ունենում։ Հավատացեք, որ դու կոնտակտ եք։ Եթե ինքը արյունն ու հացը, այդ գինին ու հացը ինքը իր մարմնի հետ ասոցացել է, ապա հավատա, որ դու այդ պահին դու կոնտակտ ես ունենում իր հետ։ Դա կյանքի ակտիվացում է շատ զորավոր ձևով։ Հովհաննեսի 6:48-57-ում գրված է. Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը մանանան կերանանապատում եւ մեռան։ Սա է այն հացը, որ երկնքից է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնելու։ Դրա համար, երբ որ մենք հաղորդությանը մասնակցում ենք, մենք կյանքի հետ գործ ունենք, մենք մահվան հետ գործ չունենք։ Եթե մեկ այս հացից ուտե, հավիտյան կապրե, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես նրան աշխարհի կյանքի համար կտամ։ Հրեաներն էլ իրար հետ կռվում են եւ ասում, թե սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդու որդու մարմինը չուտեք, սա նշանակում է, եթե մասնակից չլնեք խաչի վրա տեղի ունեցածի, դուք իմ հետ բաժին չունեք։ Ասում է, եթե որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Փաստորեն առանց դրա մեր մեջ կյանքի չի կոչում, դա հիշատակի ակտ է, որ դու կյանք ունես Հիսուսի հետ միասին։ Դա ուղղակի արարողություն չի, որ մենք անում ենք, դու հռչակում ես, որ ես Հիսուսի հետ կյանք ունեմ։ Դրա համար ասում, եթե մեկը չի մոտենում դրան, ինքը նշանակում է կյանք չունի իր մեջ։ Ուրեմն մեղք ունի իր մեջ, դրա համար չի մոտենում։ Մեղքը շպրտի, բայց մոտեցի, որ կյանք ունենաս քո մեջ, որ այդ հիշատակը բարձրանա քո մեջ։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձ անում եւ ես նրանում։ Սա շատ ուժեղ է։ Չորրորդը հաղորդությունը նաեւ նույնացման ակտ է Հիսուսի հետ։ Գործ առաքելոցում մենք կարդում ենք այսպիսի խոսքեր։ Ասում են նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերը արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշված ժամանակներ, եւ նրանց բնակության սահմանները հաստատվեց Աստծուն խնդրեն։ Ուշադրություն դարձնենք Հովհաննեսի 6:54-ը։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերում։ Ինչ է սա նշանակում։ Մենք իրար հետ որ արյունը հաղորդությանը մոտենում ենք, մենք դրանով նաև հռչակում ենք, որ ես նույնանում եմ բոլորի հետ ու ես հռչակում եմ, որ ես մեկ աղբյուրից եմ սնվում։ Էդի հենց ինքը Հիսուսն է։ Հիսուսի մեկ արյունը ինքը բոլորի իրար հետ միաբանելու, իրար հետ միավորելու հատկությունն ուղիղ այնպես, ինչպես մեկ արյունից բոլոր մարդիկ են ստեղծվել, այդպես էլ մեկ արյունից մենք բոլորս կյանք ենք առնում կյանքից, փառք ենք առնում փառքից։ Դրա համար էսի նույնացման ակտ է։ Հինգերորդ կարևոր փաստը, որ ուզում եմ բարձրաձայնեմ, հաղորդությունը հաղթանակի հիշատակում է նաև։ Հաղթանակը ձեռք է բերվել արյունով, հաղթում են գառան արյունով։ Ինչպես Հայտնության 12:11 ասում է, ես եւ նրանք, այսինքն հավատացյալները, հաղթեցին սատանային գառի արյունով եւ իրանց վկայության խոսքով եւ չսիրեցին իրանց անձերը մինչեւ իմա։ Սիրելիներ, երբ որ դու հաղորդության ես մոտենում, դու դրանով նաեւ հիշատակում ես, որ դու վախի վրա հաղթանակ ունես, որ դու ցավի վրա հաղթանակ ունես, որ դու մեղքի վրա հաղթանակ ունես, որ քո Տերը նա արդեն հաղթել է ամեն հպարտությունը, նա արդեն հաղթել է ամեն տեսակի անհաշտությունը, դու հռչակում ես, դու այդ հաղթանակն ես բարձրաձայնում, որտեղ դու դրա հաշվին ես մենակ հաղթում, ուրիշ ձևով քո փորձառության հաղթանակները չի կարա բաղդատվի Քրիստոսի արածի հետ։ Դրա համար երբ որ դու հավատում ես, այս հաղթանակը բարձրաձայնում ես, մնացած բաները իրականում ձեռք բերելու թեմաներ են։ 6-րդ փաստը ուզում եմ բարձրաձայնեմ։ Հաղորդություն նաև հնարավորություն է մաքուր կյանքով ապրելու, մեղքից, մահից, ցավից, հիվանդություններից, անեծքից, աղքատությունից ազատ լինելով։
Հաղորդություն նաև դա է հիշատակում մեզ, որ մենք ոչ թե պետք է խեղճանանք, տանջվենք, տառապենք, լարվենք, դա հնարավորություն է։ Ոչ մի մարդ առանց սրա չի կարող սուրբ կյանքով ապրի։ Մեր ամեն փորձերն ու ձեռնարկությունները դա մենակ մեզի հպարտացրել են եւ ոչ թե խոնարհեցրել են։ Ամեն մի մարդ այս աշխարհում, որ մաքուր կյանքով ապրել է, ինքը լավել հպարտ ու մեծամիտ մարդ է դառը հետո։ Գիտեք ինչի՞, որովհետեւ իր ուժերով է դի ձեռք բերված։ Երբ որ քո ուժերով է ձեռք բերված, դու միշտ պարծենալու, հպարտանալու տեղ ունես։ Բայց երբ որ դու բացահայտում ես, որ Հիսուսը ինչ արել քեզ համար, դու ունես հնարավորություն մաքուր լինելու, ու էդի պետք է մենք հրճակենք ու փաստենք։ Եբրայեցիների 10:10-25 ասում է. «Արդ եղբայրներ, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով, համարձակություն ունենք, նորոգեց մեզ համար նոր եւ կենթանի ճանապարհ վարագույրի միջով, այսինքն իր մարմնով»։ Հին ժամանակներում մի մարդ կարար վարագույրի միջով մտներ, բայց այսօր բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսի մահվան ու հարությանը, այդ խաչի վրա տեղի ունեցածը, բոլորը ասես Հիսուսի միջոցով մտնում են այդ սրբության սրբոց։ Նրանք դոստուբ ունեն այդ վայրում ելնելու եւ այդ իրականությունից օգտվելու։ Ինչ թանկ բան է Տերը մեր համար արել։ Եկեք բարձրանանք։ 7-րդ բանն եմ նաեւ ուզում բարձրաձայնեմ։ Եկեք բարձրանանք։ Խնդրում եմ, որ բարձրանում եք, կենտրոնացած մնացեք, փառաբանողներ, եկեք, որ բարձրանում եք, եկեք մնանք այս իրականության մեջ։ Տերը այստեղ ներկա է։ Եվ վերջո հաղորդությունը դա փառաբանություն է, որը ուղղված է Հորը, որ նա այնպես սիրեց մեզ, որ իր որդուն ուղարկեց եւ իր որդու արյունով մեզ ձեռք բերեց։ Դրա համար Եբրայեցիների 13:15 ասում է հետեւյալը. «Ուստի նրա ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարակ մատուցան ենք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղ, եւ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում»։ Ով է հասկանում, որ ինքը արժանի չէր, բայց արժանացվել է։ Հասկանում եք իրականում։ Խնդրում եմ, գիտեք ինչ պետք է հիմա մենք անենք։ Մենք գոհանանք, որ մենք արժանի չենք, բայց մեզ արժանացրել են։ Ինքան եմ լսում, որ մարդիկ շեշտում են, մենք արժանի չենք։ Սիրելներ, ուզում եմ այսօր, որ այդ կեղծ խոնարհությունը շպրտենք մեզանից, դեն շպրտենք մեզանից, եւ մենք ասենք, Տեր, շնորհակալ եմ, որ թեկուզ ես արժանի չէի, բայց դու ինձ արժանացրել ես։ Այն պահից արժանացրել ես, որ ես հավատացի քո որդու արածին։ Շնորհակալ եմ, որ դու ինձ արժանացրել ես, որ ես մասնակից ելնեմ այդ զարմանալի իրականությանը լույսի մեջ։ Ինչ լավ է, որ մենք պատվենք Տիրոջը։ Աստծո խոսքը ասում է, որ իր խոսքը պահում է ու կատարում է, նա պատվում է Տիրոջը, բայց ով որ իր խոսքը չի պահում, չի կատարում, նա անպատվում է իրան։ Հիմա գիտեք, մինչև որ մոտենանք հաղորդությանը, եկեք հիմա իրար հետ Տիրոջ առաջ գանք, թույլ տանք իրական, որ Տերը մեզանից հեռացնի ամեն մի մեղք, ամեն մի բան, որ ճիշտ չի եղել, մեզանից թոթափենք, ամեն մի մեղք, ամեն մի պաշարող հասկացողություններ, ամեն մի բան, որը քեզ նեղացրել է, տանջել է, որ դու թույլ ես տվել, որ ինչ որ բաներ ակտիվացրել ես, եկեք ներողություն խնդրենք, էդի կանգնեցնենք, էսի կոչվում է այն պահը, որ երբ որ մենք մոտենում ենք հաղորդությանը, մենք որոշում ենք ինչ թանկ բանի ենք մոտենում, թող ոչ մի օտար բան մեր կյանքների մեջ չլինի խանգարող։ Եկեք մենք հենց հիմա աղոթենք, ուղղակի խնդրենք Տիրոջը, որ մեզանից հեռացնի, մենք հեռացնենք մեզանից ամեն մի օտար բան։ Փակի քո աչքերը հենց հիմա։ Փակի քո աչքերը եղի Տիրոջ ներկայության մեջ։ Խոսի Տիրոջ հետ։ Դու բոլորից լավ գիտես ինչա քեզի նեղացնում, ինչա քեզի խանգարում, ինչն է քեզի հետապնդում, ինչն է քո կյանքում, որ ամեն անգամ քեզի դատապարտության մեջ է քաշում, արժեքազրկում։ Դու բոլորից լավ գիտես այն բաները, որոնք իրականում քո սրտով էլ չեն քո սրտում։ Խնդրում եմ, մի շեղվեք, բոլորս կենտրոնանում ենք Հիսուսի վրա։ Եկեք չանարգենք այս պահը, այսի շատ կարևոր պահը, որ Տիրոջ առաջ խոնարհվենք։ Խնդրում եմ բոլորը փակեն իրանց աչքերը ու լինեն Տիրոջ ներկայության մեջ։ Փակեք ձեր աչքերը, որ ուրիշ բան ձեր ուշադրություն չգրավի։ Անկեղծ կանգնեք, ազնվորեն ձեր սրտի ամեն մի օտար բանը Տիրոջը հենց հիմա ասեք, թող դրանք ձեզանց հեռանան, որ երբ որ կմոտենաք դուք ձեր հաղթանակը ակտիվացնեք ու այդ հաղթանակի իրականությամբ շարժվեք։ Սուրբ Աստված, մենք շնորհակալություն ենք հայտնում, խոնարհվում ենք քո առջև, ներողություն ենք խնդրում այն ամեն սխալների համար, որ մենք թույլ ենք տվել շաբաթվա մեջ, որ համառել ենք անգամ մեր կյանքում,
որ որոշ երևույթներ հետևողական ձևով մեր կյանքում անգամ սխալների տեսքով մենք քանդում ենք այդ ամեն ազդեցությունները մեր վրայից, բայց ներողություն ենք խնդրում, որ ավելի մեր ուժով ենք փորձի ինչ-որ բաներ անել եւ ոչ թե քո խոսքին համապատասխան, քո արածին համապատասխան։ Տեր, մենք այսօր խոստովանում ենք մեր բանկրոտ վիճակը, խոստովանում ենք, որ մենք իրականում բանկրոտի ենթարկված ենք, որովհետեւ մեր ուժերը բավական չի, որ մենք կարողանանք հարցեր լուծենք ու քո խոսքը ասում է չենք էլ կարա, որովհետեւ շնչավոր մարդը իրականում չի կարա ոչ մի հարց լուծի, բայց քո զավակները, քեզանից ծնված մարդիկ նրանք կարողություն ունեն թոթափելու իրանց վրայից վայր գցելու ամեն մի տանջանք, ծանրություն, փոշի, դատապարտություն, քննադատություն, ամեն մի մեղք, որը պաշարում է մեզ, դու ասում ես պատվեր ես տալի նոր մարդկանց, որ դեն գցեք ամեն մի պաշարող մեծ ձեզանից եւ նոր բան վերցրեք ձեր կյանքի մեջ, ձեր ինքնությունը վերցրեք եւ ձեր ինքնության մեջ բարձրացեք։ Այո, Տեր, մենք էլ ինձ էս պահի մեջ մեզանից թոթափում ենք, մեզանից դեն ենք գցում ամեն մի պաշարող մեղք ու դու մեզ տվել ես այդ կարողությունը անելու։ Մենք չենք կարող կանգնենք, ասենք, որ ես կարողություն չունեմ, որտեղ դու կարողություն ես տվել, դու ես մեր կարողությունը։ Առանց քեզ մենք կարողություն չունենք, բայց քո հետ մենք ունենք ու մենք հենց այդ իշխանությամբ մեզանից հեռացնում ենք ամեն մի մեղքը։ Քո խոսքի համաձայն, ինչպես դու ասում ես, որ դու մեզանից հեռացնում ես մեղքը կամ մեղքի ներկայությունը, այնպես ինչպես արևելքը արևմուտքից հեռու է։ Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ մեր կյանքի վրա մեղքի իշխանություն չունի, որ դու մեզ արժանացրել ես փոխադրելով լույսի թագավորության մեջ։ Մենք խավարի որդիներ էինք եւ խավարը մեր վրա իշխանություն ուներ, բայց հիմա այլևս չունի, որովհետեւ մենք լույսի որդի ենք, մենք իշխանություն ունենք խավարի վրա, որովհետեւ մենք լույսի որդի ենք, այդ լույսը ցրում է խավարը։ Օ Տեր, ների մեզ, եթե մենք երկարաժամկետ բաներ ենք պահել մեր սրտերում որևիցե մի մարդու դեմ, հանձինս քո զավակների դեմ, մեկս մյուսի դեմ ամեն մի օտար բան, որ մենք պահել ենք մեր սրտերում, Տեր, մենք հենց հիմա հրաժարվում ենք, թոթափում ենք եւ վայր ենք գցում մեզանից ամեն մի օտար բան, եղբայրների եւ քույրերի մասին, որը մեր ներսը թունավորել է կամ վնասել է կամ կողոպտել է, մենք հենց հիմա բաց ենք թողում, ներում ենք ու ներվում ենք քո խոսքի համաձայն։ Մենք չենք ուզում, որ որևիցե մի օտար բան կանգնի մեր ու քո միջև, որովհետև դու այդ հարցը արդեն լուծել ես, չենք էլ ուզում, որ որևիցե մի բան կանգնի մեր ու մարդկանց միջև, որովհետև դու այդ հարցն ես լուծել։ Օգնի մեզ, որ այդ խաչի վրա տեղի ունեցածին մենք հավատանք եւ դրան համապատասխան գործենք, ակտիվանանք, կյանքի կոչենք եւ վերստին ծնված լինելով ավելի գոհանանք, որ մեզ արժանացրել ես, քանց թե մնանք մեր սովորությունների գերի։ Տեր, շնորհակալ ենք, որ դու կոտրում ես հենց հիմա յուրաքանչյուրի կյանքի վրայից ամեն մի սովորության շղթան, որ պահում է մարդուն մեղքերի ծուղակի մեջ։ Թող ամեն անցյալի սովորությունները կոտրվեն հենց հիմա։ Թող ամեն տեսակի շղթաները կոտրվեն հենց հիմա։ Այնինչ որ դու արել ես խաչի վրա յուրաքանչյուրիս համար, թող դա կյանքի կոչվի ամեն մեկի մեջ, այնպես որ յուրաքանչյուրս այդ իրականությամբ գործենք, շարժվենք եւ ոչ թե մնանք տանջանքների ու տառապանքների մեջ։ Շնորհակալություն, որ ում որ դու ազատում ես, նա ազատ է։ Ու երբ որ հիմա մենք կմոտենանք այս հաղորդությանը Սուրբ Աստված, օգնի, որ մեր սրտի երկյուղով, հարգանքով, պատվով, հավատքով, գիտակցությամբ, գոհությամբ, հրճակելով, շնորհակալ լինելով մենք այդ ամեն ինչը ակտիվացնենք, որովհետև դու մեզ մասնակից ես դարձրել այս հաղորդության միջոցով նոր կտակարանին։ Ու մենք ուզում ենք հիշենք ու պատվենք, որ մենք մեռած էինք, բայց կենդանացանք քո շնորհիվ, որովհետև առանց քեզ մենք կյանք չունենք։ Դու ես մեր կյանքը, դու ես մեր կյանքի շնչառությունը։ Օրհնում ենք քեզ ու փառաբանում ենք քեզ Հայր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին
Եվ Տիրոջ բազուկը հայտնվեցավ, որտև նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավոտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաեւ ամեն բարի գործի համար նաեւ պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։ Ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ուստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետևյալ հաշվեհամարին. Աստված օրհնի քեզ։